Խոսքի քարոզությունը պետք է սկսենք այսպիսի մի օրինակ է իրականությունը չգիտեմ, բայց բավականին դաս ունենք, որովհետև ամբողջ մեր այսօրվա քարոզությունը կառուցված այս մեկ օրինակի վրա։ Հայրը փոքրիկ տղայի ձեռքը բռնած ներս է մտնում եկեղեցի։ Եթե երբևիցե առիթ ունեցել եք, բայց վստահ եմ բոլորդ էլ կինոնեկարներում բաներում տեսել եք, հատկապես Եվրոպայում, այստեղ էլ Հայաստանում էլ մեծ հսկայական եկեղեցիներ ոչ միայն դաշնամուր, այլ նաև արգան, որ շատ ավելի մեծ տեսականին է դաշնամուրի։ Եվ Եվրոպա, որ գնաք բոլոր եւ գործող եւ չգործող բոլոր եկեղեցիներում կգտնեք, հսկայական արժեքավորում ունի, որ մտնում ես եկեղեցի, առջևում տեսնում ես Քրիստոսի խաչը, զորությունը, իշխանությունը եւ հետ ես դառնում տեսնում ես այդ արգնի ճոխությունը ու գեղեցկությունը։ Հայրը մտան եկեղեցի Եվ աշճաներով վեր բարձրացան, որտեղ սովորաբար արգանը վերևում է գտնվում, որ նվագող բարձրանում եւ այնտեղից նվագում է, որպեսզի հնչողություն ամբողջ եկեղեցով մեկ տարածվի։ Տղան հորը հարցեց. «Թույլ կտաս, որ արգանի վրա նվագեմ»։ Փոքրիկ 5 տարեկան տղա երեխա էր։ Նա այնքան փոքր էր, որ երբ որ նստեց արգանի աթոռին, ոտքերը ոչ մի կերպ չէր հասնում պեդալներին։ Եվ ինչ արավ, վայր իջավ, կանգնեց պեդալների վրա, եթե տեսել եք մոտիկից արգանները, ի տարբերություն դաշնամուրի, նա շատ բազում պեդալներ ունի, արգանը շատ ավելի բարդ կառուցվածք ունի նվագարանը։ Եվ հանկարծ այդ տաճարի, այդ եկեղեցու, այդ լռությունը լցվեց մի հնչեղ երաժշտությամբ, այդ փոքրիկ երեխան արգանի վրա նվագում էր։ Հանկարծ ներսից եկեղեցու 3 աշխատողներ դուրս վազեցին, որտեղ իրենք սպասում չունեին, որ այդպիսի մի հնչեղ երաժշտություն լսեն, իրենց երաժիշտը չէր գալու, նրանք չէին պատրաստվում ինչ-որ մի արարողությանը։ Նրանք դիտեցին ցածից արգանին ու ոչ մի հոգու չտեսան, բայց արգանը նվագում էր, հնչեղ իր նվագակցությամբ։ Եվ բնականաբար, ներս մտան և լռությունը լցվեց, աշխատողները վազ տվեցին և ոչ մեկի չտեսան նվագելուց, բայց արգանը նվագում էր։ Եվ երեքից մեկը բարձրաձայն աղաղակեց. It is the evil one, սա չարից է։ Երկրորդը լսեց ու ասեց. ոչ սա հրաշք է, աստվածային է, իսկ երրորդը աշխատող եկեղեցու աշճաններից վեր բարձրացավ, մոտեցավ արգանի ու նայեց ու տեսած փոքրիկ այդ հրաշք տղա երեխան ոտքերը շարժելով ինչ էր անում, նվագում էր արգանի վրա։ Այդ փոքրիկ հրաշք երեխան ոչ այլ ոք էր, եթե ոչ Վոլֆգանգ Մոցարտը։ Մոցարտը 5 տարեկանում տիրապետում էր, ոչ թե նվագում էր, այլ տիրապետում էր դաշնամուրի արգանի ջութակի վրա։ Նա ոչ միայն նվագում էր, այսօր կտեսնեք, հատուկենտ այդպիսի տաղանդավոր երեխաներ, ոչ միայն նա նվագում էր, նա արդեն ստեղծագործում էր այդ տարիքում։ Բայց այսօրվա մեր խոսքը Մոցարտի մասին չէ, դա ընդամենը մի հատ արագ վերհիշում էր։ Խոսքը այս 3 եկեղեցու ծառայողների բացականչության ու իրենց մոտեցման մասին է։ Մեկը կանչեց ու աղաղակեց, սա չարից է։ Երկրորդ ասեց աստվածանից է, հրաշք է, իսկ երրորդը բարձրացավ եւ պարզեց, ոչ էլ չարից է, ոչ էլ աստվածանից է, այլ մի փոքրիկ տղա երեխա ինչ անում, արգանի վրա նվագակցում է։ Երբ որ այսօր նայես հոգևոր աշխարհի մեջ, դեռ արեք քննարկենք հոգևոր աշխարհը, որտեղ երբ որ ես ու դու քննարկենք մեր հոգևոր աշխարհը, մեզ Աստված չի կանչել աշխարհը դատել։ Դա Քրիստոս Հիսուսի դատաստանն է։ Բայց մեզ Աստված թույլ է տվել, որ մեր կյանքը վերլուծելով մենք կարողանանք նաև վերլուծել, թե ինչ է կատարվում մեր շրջապատում, առանց դատապարտելու, ինչ է կատարվում շրջապատում, որովհետև մենք այդ աշխարհից ենք եկել, սիրելիներս, ոչ մենքս մեր մոր արգանդից ծնվելով վերստին չծնվեցինք, վերստին ծնունդը մեր ու մեր Քրիստոսի մեջ առանձնահատուկ որոշում եւ ընտրություն էր, որ երբ որ ճաշակեցիր նրան ու նրան ներս հրավիրեցիր, որ գա ու տիրի ու իշխի թագավորի քո հոգու եւ սրտի աշխարհի մեջ,
դա կոչվեց վերստին ծնունդ, ինչպես Քրիստոսը Նիկոդեոսին էր բացադրում։ Վերլուծությունը հետևյալումն էր։ Ինչու 3 անհատակություններ, որոնք եկեղեցում էին ծառայում։ Նրանք, որովհետև եկեղեցում են ծառայում, բնականաբար եկեղեցում ինչ էին։ Հոգևորներ էին։ Ինչքանը որ դու ուզում ես քո չափանիշով չափես։ Նրանք քարոզներ էին լսում ամեն կիրակի, շաբաթվա անցքում արարողություններ էր լինում, հոգևոր երգեցողություններ լինում։ Ինքնստիան իրենց աշխատանքի բնույթը այնպիսի էր, որ նրանք եթե նույնիսկ հոգևոր չլինելու, հոգևոր նյութ են լսում ամբողջ շաբաթվա մեջ, բայց մեծ հավանականությամբ նրանք հոգևոր էին իրենց համարում, որտեղ ոչ հոգևորը երկար չի կարող եկեղեցում ծառայել։ Եկեղեցում տես մեծ բարձր վարձատրություններ չի լինում։ Եվ մեծ մասամբ նմանատիպ աշխատողները ինչ են անում, սեր կա իրանց սրտում դեպի Աստված, դեպի այդ ծառայություն, դեպի եկեղեցու ծառայությունը։ Մենք կարող ենք այս երեքին, այսպես ասած, համարենք ինչ հոգևորներ։ Եվ վերլուծենք այս 3 հոգևորների ինչը մոտեցման ձևը։ Մեկը անմիջապես աղաղակեց չարիցը, մեկը ասեց հրաշք է, իսկ մյուսը մոտեցավ, քննեց, զննեց ու ճշմարտություն ասեց, պարզ ու հասարակ։ Ուզում եմ համար ընթերցել։ Զարմանալի ձևով Պողոս առաքյալը բազում եկեղեցիների հիմք դրեց եւ սկսած Հրեաստանից վեր Մակեդոնիայի շարժվելով մինչև հունական երկրամասը, որ այսօր որոշ եկեղեցիների տարածք գտնում է հունական կառավարության եւ որոշը թուրքական կառավարության մեջ։ Միակ թղթի մեջ, որ նա բացահայտորեն խոսում է ների մասին, դա Թեսաղոնիկեցիս թուղթն է։ Ների մասին մենք տարբեր տեղեր կարդում ենք հատկապես հայտնության գրքի մեջ, բայց Պողոսի թղթերի մեջ միայն Թեսաղոնիկես։ Երբ որ ընթերցում ես ու վերլուծում ես Պողոս առաքյալի կյանքը, Պողոս առաքյալը ամենուր դժվարություն է ունեցել, բայց Թեսաղոնիկեցիում, Թեսաղոնիկիցը եկեղեցումը, որ Շիղայի հետ եւ Տիմոթոսի հետ ծառայեցին, յուրահատուկ դժվարություններ։ Ասում եմ, երբ որ նրանք մտան Թեսաղոնիկե, այնտեղ մեծամասնությունը ինչ էր, օտարազգիներ էին, հեթանոսներ էին, և ոմանք ընդունեցին Պողոսի և Շիղայի խոսքը, և սկսեցին ինչ անել, նրանց հետ հավաքվել և Աստծո խոսքն էին լսում և աղոթք էին անում, հենց որ լուրը հասավ ինչ, Թեսաղոնիկեում ապրող ովքերին, հրեաներին, հրեաները դարձան Պողոս առաքյալին, հրեա Պողոս առաքյալի առաջի number 1 թշնամին։ Հրեաների հակառակությունը Հիսուսի նկատմամբ այսօրվա մասին չի խոսքը, դեռ առաջի դարաշրջանից, և դա Աստվածաշունչը չի թաքցրել մեզանից։ Ես այսօր չեմ պատրաստվում քաղաքական վերլուծություններ անել, քարել շպրտել Հրեաստանի վրա։ Դա իրականություն է, որ առաջի դարաշրջանից սկսել է, և ասում է ինչ արեցին հրեաները։ Հրեաները օտարներ էին այդ հեթանոսական ազգերի մեջ, և գնացին ինչ արեցին, հեթանոսներին հրահրեցին, որ գնացեք այդ մարդկանց բռնեք, մենք գիտենք դրանք մեր հրեաների նման են, բայց դրանք ծուռ են, դրանք ինչ որ Հիսուս են կարոզում, և արդյունք ինչ եղավ, ասում է ծեծեցին, ջարդեցին ու դուրս շպրտեցին։ Եվ զարմանալի չէ, որ Պողոս առաքյալը դեռ սրանից 2000 տարի առաջ նա խոսք է խոսում ների մասին, որ ասում է նրանից հետո պետք է հաջորդի սատանայի բացթողումը, իհարկե դա ամբողջ ինչ կլինի կլինի երբ Քրիստոսի հարս եկեղեցին կհափշտակվի երկինք։ Բայց ուզում եմ այսօր մեր ուշադրություն դարձնենք այս մեկ համարի վրա։ Համար արված է 2 Thessalonians chapter 2 verse 4։ Խոսքը համարը արված է 2 Թեսաղոնիկեցիս թուղթ 2 գլուխ 4 խոսքը։ Եվ այնտեղ Պողոս առաքյալը նկարագրում է Թեսաղոնիկե եկեղեցուն եւ այսօր ինձ ու քեզ թե ինչպիսին է լինելու ինչը ները։ Եվ ասում է այն հակառակորդը, որ գոռոզացած է, առաջի հատկանիշը, որ ների մասին Պողոս առաքյալը ընդգծում է,
ինչն է գոռոզությունն է, հպարտությունը։ Գոռոզություն է բոլորի նկատմամբ, որն Աստված կամ պաշտամունքի առարկա է անվանվում։ Աստված նկատում եք փոքրատար է գրված։ Նա կարողանում է կառուցել այն մթնոլորտը, որ դառնում է ինչ, դառնում է մարդկության համար ուշադրության կենտրոն համարյա թե որպես Աստված պաշտամունքի առարկա է դառնում։ Մինչև իսկ նա Աստծո իրական տաճարում կնստի եւ ինքը իրեն ցույց կտա, թե ինչ է, թե Աստված է։ Մեկ մարդիկ մտածում են կգա որոշակի թվական 2055 թվին, 2000 այդ թվին ները կգա։ Ների գալու գաղափարը կոնկրետ թվականի հետ կապված չի։ Այն ամեն ինչ որ կատարվում է այսօր աշխարհում, ների ինչն է, ճանապարհն է բացում։ Հասկանում եք։ Եթե այսօր մարդկային հոգևոր եկեղեցին թողնենք, մարդկանց մտածելակերպը համեմատես 100 տարվա առաջ սովորական մահկանացու մարդու մտածելակերպի հետ, նրանք կհամարես լուրջ, խիստ հոգևոր, իսկ սա հոգևոր մարդ է եկեղեցի հաճախող, ու նրան 100 տարվա առաջ հետը մասշտաբով չափես նա անհավատ մի հատ մարդ է, բայց եկեղեցի է կանում, բայց Աստված է պաշտում, երգում է, աղոթում է, մասշտաբներն է սատանան փոխում, ձևափոխում ես երկրի վրա։ Հիշում եմ սրանից 30 տարի առաջ, 36 տարի այս երկում, 30 տարի առաջ, 25 տարի առաջ, մանկավարժական բնակարանում, բնագավառում ուսուցիչներ կային, որոնք միասեռական էին, բայց թաքցնում էին, բայց միաժամանակ սատանան նրանց օգտագործում էր, որ ինչ անեին, որ իրենց մտածելակերպը ինչ անեին, սերմանեին երեխեքի մտքում, բայց ծածկված էր։ Վահ, 30 տարի անցավ, այսօր միասեռականները հպարտանում են, գիտեք ինչի, որտեվ եթե դիմում են աշխատանքի, առաջին իրանց պետք է ընդունես, չընդունեցիր կորած ես, ամբողջ սկուլ դիստրիկը փակել կտան։ 30 տարվա մեջ տեսնում եք փոխ, մտածելակերպն է փոխվում, որպեսզի պատրաստվի ների գալուն։ Ները այդպես չէ, որ գիշերը կարթնանաս, առավոտը կտեսնես, «Վա, այսի ներն է, բոլոր իրան ասու տեղ են պաշտում»։ Ները պետք է մարդկանց դարձնի այդպիսին է, որ նրան որպես Աստված պաշտեն։ Եվ եթե դու քնած ես, արթնացիր, որովհետև սատանան իր գործը ամբողջ աշխարհով մեկ անում է։ Մարդկանց մտածելակերպն է փոխում, եւ նա մտել է հոգևոր աշխարհ նույնիսկ, եւ հոգևորների մտածելակերպն էլ է փոխում։ Այսօր բազում եկեղեցիներ ոչ միայն ընդունում են, բայց եկեղեցիներ էլ կան, եթե չեն ընդունում, բայց չեն դատապարտում, չեն քարոզում այդ մասին։ Այսօր ես չեմ պատրաստել միասեռականների վրա քար շպրտեմ։ Սա ընդամենը սկիզբ է, ամեն ուր։ Եվ եթե դեռ չես համոզվում, դեռ 2000 տարի առաջ Պողոս Առաքյալը Տիմոթոսին թղթեր գրեց, թուղթ առաջին, թուղթ երկրորդ։ Երկրորդ Տիմոթոս թուղթ 3-րդ գլխի մեջ, երբ որ գնաց ու տուն ընթերցեց, առաջի 4 համարներում խոսում է տեսականի մասին, որ ասում է ամբարտավան են դառնալու, մեծամիտ են դառնալու, ինքնասեր են դառնալու, հպարտ են դառնալու, հայհոյիչ են դառնալու, անհնազանդներ են դառնալու։ Ու դու մտածում ես, սա Պողոս Առաքյալը Տիմոթոսի թղթերի մեջ աշխարհի մասին է խոսում, եթե 5-րդ համարը չընթերցես, կմտածես, սա զուտ աշխարհի մասին է, ու հանկարծ 5-րդ համարն է գալիս։ Այդ առաջի 4 համարները խոսում է հատկանիշների մասին, եւ հետո 5-րդ համարը մի տեսակ սահմանափուկ նմանատիպ ինքնասեր, արծաթասեր, հպարտ, գոռոզ, եւ ասում է նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունը ուրացել են, նրանցից ինչ արա, խուսափիր, փախիր, նրանց հետ չհաղորդակցվես։ Ես 2000 տարվա առաջվա խոսքը
միանշանակ այսօր չի արտացոլվում որոշ եկեղեցիների վարդապետության ճշգրիտ մոտեցման մասին։ Նրանք արտակուստ աստվածապաշտ են, շենքը եկեղեցու նման է, ներս ես մտնում աթոռների դասավորությունը, ամեն ինչ աստվածապաշտությունը, բայց ինչ են արել, աստվածապաշտության զորությունը ուրացել են, նրանցից խուսափիր, նրանցից փախիր։ Ամերիկայի համալսարանների մեջ Հարվարդի համալսարանը ոչ միայն Ամերիկայում, այլ ողջ աշխարհում համբավ ունի որպես մեծ ստանդարտներով, մեծ ու շքեղ մի համալսարան։ Բոլորն էլ գերազեն որպես ծնող, որ իրենց երեխան կարողանան ընդունվի այդ համալսարանը։ Այնտեղ ընդունում են միայն մեծահարուստների, որ այնքան մեծ նվիրատվություն են անում, որոնց երեխաները կարող են ինքնըստինքյան կամ, ինչպես ասած, մեր սևամորթ եւ մեքսիկ ծնողները, որոնք ինքան են, նրանք ինքնըստինքյան ընդունում են ու ներս են մտնում առանց քննությունների։ Բայց որտեղից սկիզբ առավ այս Հարվարդի համալսարանը, որ համաշխարհային համբավ ունի, չեմ չափազանցնում, Հարվարդի համալսարանը համաշխարհային համբավ ունի, ոչ միայն Ամերիկայում, այլ ամբողջ աշխարհով մեկ երազում են, որ այդ համալսարանում նրանք կրթություն ստանան։ Նա մի համեստ սկիզբ ունի առած Քեմբրիջի Մասաչուսեթ նահանգից։ Հիմքը ծառայողը մի հովիվ եղբայր էր, Ջոն Հարվարդ։ Հոգևորները հավաքվեցին Ջոն Հարվարդի քաջալերանքով մի հատ քալեջ, մի հատ պարզունակ քալեջ կառուցեցին, որտեղ այդ քալեջում ինչ լինի, դասավանդվի ապագա հովիվները, կրթությամբ, այսօր հոգևոր դպրոցներ կա։ Հարվարդը որպես քալեջ է սկիզբ առել 1636 թվականին 18-րդ դարաշրջանի կեսերից, այսինքն 1750-60-ական թվականից հետո քալեջը վերածվեց համալսարանի, մեծացավ, ընդառացվեց, այսինքն բացի հոգևոր դասերից սկսեցին դասավանդել մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա եւ տարբեր, ընդարձակում ված չէր, այնտեղ եւ սովորում էին հոգևոր ուսանողներ եւ սովորում էին կրթություն ստացող, նրանք որոնք ուզում էին աշխատեն տարբեր բնակավարներով, բայց դրանով սատանան չավարտեց, ներս մտավ, սողոսկեց եւ 19-րդ դարաշրջանի սկզբից Հարվարդի համալսարանը դարձավ, չեմ ուզում ես այդ բառը օգտագործեմ, հաճախ եմ օգտագործում, լիբերալը ազատամիտ է, ես չեմ կարող ասեմ ազատամիտ, կարող եմ հստակորեն ասեմ չարամիտ համալսարանների գլուխ գործոց համալսարանը։ Համոզված չեք, փաստ բերեմ ձեզ համար, սրանից մի քանի տարի առաջ, գիտեք համալսարաններում, որովհետև կառավարության հսկայական բաջետներ են ստանում, նրանք թեկուզ ձևական, նույնիսկ հիվանդանոցները, ասենք ադվենտիստ կամ մյուս հիվանդանոցները, որտեղ հոգևորը սկիզբ ունեն, ինչ են ունում, մատ չապլ են սարքում եւ հիվանդանոցներում չապլեն են ընդունում։ Ձրի կամ կես աշխատ, կես դրույքով, ինչևից է, չապլեն։ Համալսարանում եւս չապլեն կա, չապլանը գիտեք ինչ է, հովիվ է, որ աշխատավարձ է ստանում, որպեսզի ոչ թե ամեն կիրակի ժողովրդին հավաքի ժողով անցկացնի եւ հետեւի, որ նա սենյակ ունի, գրասենյակ ունի, աշխատողներ ունի, որտեղ ուսանողները ինչ են, դռները բաց է, որ կան եւ հոգեվոր թեմաներ քննարկեն Չապլանի հետ։ Չապլան ընտրեցին Հարվարդի համալսարանում, սրանից մի քանի տարի առաջ, Գրեգ Էփշտեյն։ Ազգանունից արդեն պարզ ու հստակ է, թե ինչ ազգության է նա պատկանում։ 44 տարեկան Էփշտեյնը դարձավ Հարվարդի համալսարանի head chaplain-ը, մեծը, գլխավորը։ Նա նշանակվել էր, աշխատավարձ էր ստանում, որպեսզի Հարվարդում սովորող ուսանողներին հոգևոր ուղղություններ տար։ Միայն մի տարբերությամբ։ Մեր պարոն Գրեգը, որը chaplain էր նշանակվել ընտրվեր, նա իր էությունով աթեիստ էր։
անաստված եւ նրա նշանակել են չափլան հոգեվոր գործնություն կատարելով։ Եվ սա պարզապես Պողոս Առաքյալի 2000 տարվա առաջվա գրված խոսքերի բացահայտումը չէր, որ նրանք աստվածապաշտության կերպար ունեն, չափլան են, հոգևոր կոչում ունեն համալսարանում, բայց ուրացել են, մոռացել են, անտեսել են ինչը Աստծո զորությունը։ Այս մարդը անաստված է եւ դրա համար ինքը հպարտանում է, ուրախանում է, ինքը այդպես հայտարարում է։ Անցյալներում ծածկում էին իրենց միասեռական լիները, իրենց անաստված լիները, այսօր ուրախ հայտարարում են, որտեղ սրանք առաջի դիրքում են, առաջի տեղն ունեն, առաջի position-ը իրենք պետք է տաս։ Չտվեցին ամեն ինչ կխառնվի։ Սևամորթներից դուրս կգան բողոքի։ Ինչի դեմ ես բողոքում, չգիտի։ Կարևոր է առիթ լինի մտի խանութներից գողանա տուն տանի։ Էփշտեյն, Գրեգ, դրա կարևոր չի։ Կարևոր առիթ լինի փողոցում դուրս կա ճանապարհները փակեն։ Հետո առիթ լինի մեքենաները գվառեն։ Ինչի ես վառում։ Բողոք ունեմ։ Ինչի դեմ, չգիտեմ։ Ասին բողոքեք, մենք է դուրս եկանք բողոքելու։ Սա է, երբ որ սատանան տիրում է ինչ, կառուցում է քաոս, անորոշություն, խեղկատակություն, եւ որոշ առաջնորդներ ուրախանում են դրանով, որտեվ հեշտ է առաջնորդել շփոթված ու մոլորված ու քաոսային կարգավիճակում ամբողջների ու ժողովրդի։ Նրանք անհատներ չեն, որ իրենց երեսին հարցումներ հարցնելու։ Նրանք ամբողջ են խելագարված։ Tim Keller, Tim եղբայրս արդեն տասնյակ տարիներ առաջ մահացել է, հոգևոր եւ հովիվ էր եւ բավականին բազում գրքերի հեղինակ։ Նա մի առիթով իր գրքերից մեկում նման մի միտք է արտահայտել. If your God, նկատել եք Փոքրատորովը գրված, եթե քո մեջի Աստվածը երբեք քեզ հետ չի հակառակում, քո արածների հետ, քո մտածածների հետ, դու ընդամենը ոչ թե իրական Աստծո ես պաշտում, այլ քո reflection-ն է, դու քեզ ես պաշտում, դու քո նման մեկին սարքել ես քո հոգուտ աշխարհի մեջ, անուն դրել ես Աստված ու այդ Աստծուն ես պաշտում։ Սա դառը, բայց իրական մի ճշմարտություն է։ Եթե այն Աստվածը, որին մենք ծառայում ենք, կիրակից կիրակի եկեղեցի ենք գալիս, համարը երգում ենք, աղոթք ենք բարձրացնում, always agrees with our preferences, եթե նա միշտ համաձայն է մեր մտքերի հետ, always aligns with our opinions, միշտ համամիտ է ու մեր կողքից քայլում է, ինչ կարծիք, ինչ անում ենք, ինչ որոշում ենք, ինչ ընտրում ենք, բամբասում ենք, հայհոյում ենք, անիծում ենք, կասկածում ենք, ինչ որ անում ենք, ու երբեք չենք հանդիմանվում, այդ մեր կառուցած Աստվածը never challenge our choices ու երբեք մեզ չի հանդիմանում մեր ընտրությունների համար, then it is not the God of Bible. Ուրեմն դա այս ավետարանի մեջ նկարագրած ու մեզ սովորացրած Աստվածը չի։ Այդ Աստվածը, որին դու քո համար կառուցել ես, նա չունի զորություն քեզ փրկելու ու հավիտենական կյանքի մեջ առաջնորդելու։ This is just a reflection of ourselves. Սա զուտ մեր մտածածի, մեր հորինածի reflection, արտացոլումն է մեր հոգու աշխարհում։ Մենք ենք կառուցել այդ Աստծո մեզ համար։ Ճշմարիտ Աստվածը սուրբ Աստված է։ Նա անփոխարինելի, նրան դու չես կարող նրա հեղինակության վրա ըստվեր գծես, կասկած հարուցես, նա իրոք Աստված է, չես կարող, եթե ճշմարիտ Աստծո հետ ես դու հաղորդակցում, նա բացարձակ է, բացարձակ Աստված է, նա արդար Աստված է, His word confront us եւ նրա խոսքը հանդիմանում է մեզ ամեն անգամ, որ մենք ինչ ենք անում, մեղքի մասին մտածում կամ մեղքը իրականացնում ենք։ Նա միշտ մեզ հիշեցնում է, Սարո, պիտի հնազանդվես ու ինձի հանձնվես։ Jesus did not come affirm us our rebellion. Հիսուս Քրիստոսը մարմին չհագավ
ու իմ ու քո կյանքի մեջ չհայտնվեց, որպեսզի իմ սարքած, իմ կառուցած, իմ հին Սարոյին այո եւ ամեն ասի։ Այսօր լեցուն մարդիկ խաչակնքում են ու մոմեր են վառում ու համբյուրում են քարերը, որովհետև իրենց կառուցած Աստվածը իրենց չի հանդիմանում։ Նման Աստծո նրանք պատրաստ են նույնիսկ շաբաշներ տալ, թող Տերը ների ու ողորմի ինձ նման արտահայտության համար։ Մեկ երբ որ նայում ես, այն ինչ որ այսօր այս վարքյանին, այս օրերին Հայաստանում է կատարվում, դու ոչ թե քննադատական տեսանկյունով, ասում ես քանաների 90%-ը իրենց առաջնորդ Գարեգին բյով ինչ են անում, գողություն ու ավազակություն են անում, ու դու մտածում ես, սրանք չեն հանդիմանվում Աստվածանից, նրանք ինչպես կարող են Աստվածանից հանդիմանվել, եթե իրական ու ճշմարիտ Աստված իրենց կյանքում չկա։ Եթե իրական ու ճշմարիտ Աստծուն ես եւ իմ կյանքիցս անեմ, ես կմնամ հովիվ, ես կքարոզեմ, դուք ինձ կսիրեք, ես ձեզ կսիրեմ ու կյանքը կշարունակվի, բայց իրականության մեջ իրական Աստված իմ կյանքից դուրս է եկել։ Աստված բառը կա, պաշտամունքը կա, աղոթքը կա, քարոզը կա, խաչակնքել կա, ամեն ինչը կա, բայց էդի իմ արտացոլումն է, ոչ թե իրական Աստվածը։ Իրական Աստվածը անկախ է ինձանից։ Իրական Աստված գալիս ասում է Սարո, պակասել ես, տկարացել ես, այդ օրվա բառը, այդ օրվա այացքը, այդ օրվա խոսքը, այդ օրվա նույնիսկ մտածածը, ճաշակը, մեղքա, խոստովանիր ինձ ու ապաշխարիր, եթե ոչ կգամ ու տեղից քեզ կշարժեմ քո աշտանակը։ Հասկանում եք։ Նրանք չեն հանդիմանվում։ Հարցը նրանում չի թե Գարեգինը կաթխիկոս կոչված ամուսնացել է, ես էլ եմ ամուսնացել, երկու հատ երեխա ունեմ, իրանցով էլ ուրախանում եմ։ Հարցը ամուսնանալը չի, հարցը թաքցնելն է։ Ուրեմն գիտի, նա ինչ-որ սխալ մի բան արի ու թաքցրել է։ Եթե մի բան թաքցրեցիր, դրանով չի ավարտի, դա ընդամենը սկիզբ է, հետո կշարունակի քո ամբողջ կյանքը կթաքցնես։ Եվ երբ որ ներս են մտնում ու խոզարկում են ամբողջ աշխարհի հայ ժողովուրդը ոռնոցը բարձրացնում է։ Բայց չբացահայտվի, որ այս հոգևոր առաջնորդը, որ մի տարի առաջ Ռոբերտ Քոչարյան տականքների նման միացած ուզում էր նախագահային ինչ աներ, տեղահանաներ։ Միայն մեր կաթողիկոսի մասին չի խոսքը։ Երեք չանցյալ օրը կարդում էի։ Այս նորընտիր պապը կաթոլիկների 1 բիլիոնից ավել կաթոլիկների առաջնորդը ինչ էր արել, կաթոլիկների առաջնորդները փորձել էր մեկնաբանություն անել, քաղաքական մեկնաբանություն այն իրադարձությունից, որ կատարվում է Թեհրանում, Պարսկաստանում, Իսրայելում եւ Ամերիկայում։ Սա տապարտ քաղաքական իրավիճակ է եւ թող ոչ մեկն էլ չարթարացնի որևէ մի պետությանը։ Եվ պատասխաններից մեկն էի կարդում։ Լիք պատասխաններ կար։ Մեկը ինձ իմ սրտի հետ խոսեց, ասեց. ես չեմ հիշում, որ այս մարդը իր ընտրված օրվանից մեկ անգամ Հիսուսի անունը տված լինի։ Իսկ այսօր քաղաքականություն է վերլուծում ու դատապարտում է պետություններին։ Հասկանում եք, հոգևոր մարդը պիտի մնա հոգևոր։ Եվ այսօր մեր դժբախտությունը մենակ մեր հայ ազգի չի։ Նայես ամբողջ աշխարհի հոգևոր առաջնորդներ ինչ են, քաղաքականության մեջ բաժին ունեն, տեր ունեն, նշանակություն ունեն, արժեքավորում ունեն։ Երբ որ Աստված կանչել էր քո գործի համար, որ դու մնաս Աստծո փառքին ծառայելու։ Աստված Դավիթին ընտրեց, ասում է, երբ նա ինչ էր, նա չոբան էր, հովիվ, անտեսված իր սեփական ընտանիքի կողմից, այնքան անտեսված, երբ որ Սամուելը գնաց Աստծոց հրաման առած, որպեսի օծություն բերի, որպես նոր թագավորի, նրա մասին նույնիսկ մոռացել էին, ու հերը հանկարծ իջեց, մի հատին էլ ունեմ, միշտ դաշտում ընկած այնտեղ, չոբանություն անում։ Այդ Դավիթին Աստված բարձրացրեց ինչի համար, որտեղ Դավիթի մեջ մի հատկություն կար, որ երբ որ մենք կարդում ենք ների մասին, առաջի բառին շն ասում գոռոզություն։ Դավիթի մեջ խոնար սիրտ կար, որ Աստված հիացած էր այդ սրտով։
Դավիթին բարձրացրեց։ Դավիթը դառավ Իսրայելի թագավորը եւ իր ժամանակ իշխում ու թագավորում էր ամբողջ տարածքը։ Երկրորդ օրինաց գրքի մեջ առաջի օրինաց First Chronicles Երբ որ 20-րդ գլուխը գնանք տանը կարդակ մեր համար առանց 21-րդ համարից, բայց ուզում եմ 20-րդ գլուխը մի երկու բառով ասեմ։ Այնտեղ նկարագրում է, որ 3 տարբեր ճակատամարտներ եղավ փղշտացիների դեմ։ Տարբեր զորաբանակներ պատերազմում էին տարբեր հատվածներում ու 3 պատերազմներում էլ Իսրայելի բանակը հաղթություն կրեց։ 3 պատերազմներում էլ եւ այդ պատերազմների հաղթությունը բնականաբար գալիս էր ու Դավիթը հիացմունք էր ապրում։ Մեկ մտածում ենք տարիներ ու տանիներ խոնարհ Տիրոջը ծառայել եմ, բացառված է, որ ես ընկնեմ ու պակասեմ։ Ու հենց այդ քո խոսքիդ վրա սատանան արդեն սրտիդ մեջ է։ Եվ Չոբան Դավիթը, որ թագավոր էր դարել, իր խոնարհության եւ իր հնազանդության եւ իր աստվածապաշտության համար ինչ է կարծում սատանան ասես չէ սրան թողնեմ լիքան ավատ կա գնա ասում է հետեւյալ տողերը առաջի Կորինթացիս 21-րդ գլխի առաջի համարը First Chronicles chapter 21 verse 1 Սատանան կանգնեց Իսրայելի դեմ եւ դրթեց Դավիթին, որ իսրայելացիներին մարդահամարն անի։ Բարեկամս, Սատանան երբեք ինձնից ու քեզնից չի հրաժարվի։ Նա չի մտածի, որ դու խորը հոգևոր մարդ ես ու էլ անելիք չունի քեզ հետ։ Նա ամեն ինչ կանի, որպեսզի ինձ ու քեզ շեղի ինչից աստվածապաշտությունից։ Ինչ էր կատարվում։ 3 պատերազմում նրանք հաղթություն էին կրել։ Եվ այդ հաղթությունը եւ այդ հաջողությունը, գիտեք ինչ էր արել։ Դավիթի մեջ ստեղծել էր ինչը։ Այն ինչ որը անցյալում չուներ։ Խոնարհությունը փոխվել էր ինչի։ Հպարտության։ After every great victory comes the time of great temptation. Հիշիր, ամեն անգամ երբ որ համալսարան, դպրոց, դիպլոմաներ ես ստանում, ամեն անգամ որ բարձր աշխատավարձով աշխատանք ես ստանում, ամեն անգամ որ հաջողվում է քո սիրած աղջկա կամ տղի հետ, ամեն անգամ որ դու հաջողություն ես ունենում, հիվանդությունից ձերբազատվում ես ազգական, ամեն անգամ որ աղքատության դռները փակվում է ու հարստության դռներն է բացում, ամեն հաջողության մեջ հիշիր Սատանան այնտեղ է, որպես ինչ անի, որպես այդ հաջողության, այդ ուրախության, այդ ցնծության, այդ բարձունքի մեջ քո հոգիդ ու սիրտդ վերցնի ու Աստծոց հեռացնի։ Եվ հենց այդպես էլ եղավ Դավիթի հետ։ Եթե Դավիթի հետ եղավ, ինձ ու քեզ հետ էլ կլինի։ Մենք ոչ մի կերպ չենք բացառված։ And to allow pride to enter our hearts. Every time you overcome your troubles and finally have a joy to victory, ամեն անգամ երբ որ մենք հաղթահարում ենք, հիվանդությունա, նեղությունա, ընտանիքում դժվարությունա, խվեճա, կռիվա, բաժանումա, երբ որ այդ ամեն ինչ Աստված հրաշքով գալիս է ու խաղաղությունով ինչ անում, հաստատում ու նորոգում է ու նորոգում ու կանգնեցնում է եւ ամուր է անում մեր հաջողությունը be careful remember that it is God Հիշիր, որ այս ամբողջ քո հաջողության երաշխիքը ինչից է Աստվածանից ես ու դու բաժին չունենք Եթե դու միտեղ ինչ-որ մի բան վերագրեցիր քեզի դու բացում ես փոքրիկ դռներ ու պատոհաններ թշնամու սատանային ներս մտնելու համար Մեր հաջողությունների երաշխիքը Տերն է, մեր առողջության երաշխիքը Տերն է, մեր տան պահապանը Տերն է, մեր տան խաղաղության Աստվածը Տերն է, մեր տան համերաշխության Տերը Տերն է, ուրիշ ոչ մեկը։ Չմտածես խելացի եմ, իմաստուն եմ, գիտեմ ոնց եմ անում, ոնց եմ դասավորում, գիտեմ բժիշկներին, հիվանդներին, դեղորայքին։ Մենք պետք է մեկին իմանանք ու միշտ խոնարհվենք նրա ոտքերի տակ։
որի անուն է փառավոր փառավորած Հիսուս Քրիստոսը։ Եվ գիտեք ինչ եղավ, Դավիթը 3 պատերազմներում հաղթություն կրեց, բայց 4-րդ պատերազմը իր հոգու պատերազմն էր։ Սատանան բերեց մեծագույն temptation-ը, մեծագույն հարցակումը նրա կյանքում, որը կոչվում էր հպարտության և գոռոզության պատերազմը։ Եվ սրտի ցավով Դավիթը պարտվեց այդ պատերազմում։ Ու երբ իր զորքի հրամանատարը Հովաբը, որ միաժամանակ իհարկե իր քեռին էր, եթե թագավորած գիրքը կամ օրինաց գիրքը կարդացել եք մի քանի անգամ, գիտեք, որ Հովաբը այդպես պատկառելի, այդպես աչքի ընկնող հոգևոր անհատականություն չէր։ Այո, Դավիթին ճանաչում էր, Դավիթի քեռին էր, տեսել էր, թե ինչպես է Աստված Դավիթին օրհնում, շնորհանում ու ողորմում, այդ բոլոր տեսել էր, բայց Հովաբը որպես մարդ, որպես մի հատ շարքային հոգևոր մարդ տեսնում էր, թե իր աչքի առաջ իր թագավոր Դավիթը, իր քրոջ տղան, ինչպես է այն ասոնը, որ նրան չոբան վիճակից բերեց Իսրայելի թագավորը դարձրեց, նրան գայթակղության մատնում եւ ասում է այդ նույն գլխի առաջի օրինաց 21-ի 3-րդ համարում 1 Chronicles 21:3 հետեւյալն են կարդում եւ ասում է եւ Հովաբը մոտեցավ ու Դավիթին ասեց Տերը հարյուրապատիկ թող ավելացնի իր ժողովրդի թիվը չէ որ Տեր իմ արքա Տերը այսինքն Աստված թող Իսրայելին ավելի բազմացնի, ավելի զորացնի, որ Տեր իմ արքա, նրանք ամենքը իմ տիրոջ ծառաներն են, ինչու է իմ Տերը ցանկանում այդը, ինչու այդ բանը հանցանք դառնա Իսրայելի համար, շարքային Հովաբը, սովորական հոգևոր Հովաբը տեսնում էր Դավիթի մեջ եղած մեղքը, ու կանչեց ու աղաղակեց ու Տերը Հովաբին օգտագործում էր որ Դավիթին հանդիմանի եւ շարունակությունը գիտեք ինչ է արտում ասում է Դավիթը բարկացավ ու որպես թագավոր հրաման տվեց որ իր ցանկությունը իրականացվի եւ Հովաբը ուրիշ ելք չուներ հնազանդվելով ներս մտավ ամբողջ Իսրայելի մեջ քայլեց եւ այն ժամանակվա համար խոսքը 3000 տարի առաջ 1000 տարվա տարբերություն կա Դավիթի եւ Հիսուսի եւ ասում է երբ որ մարդահամար արեց Իսրայելի մեջ բոլոր սուր բռնողները որ պատերազմի կարող էին մասնակցել 1,100,000 բանակ էին Նա այդ ժամանակվա մարդը հասկայական մի բանակ է իսկ մենակ Հուդայի մեջ Հուդայի թագավորությունը որտեվ Դավիթի ժամանակ ամբողջացան մենակ Հուդայի մեջ 470,000 սուր բռնող զինվոր կար եւ գիտեք երբ որ հրամանը իրականացվեց երբ որ մարդահամարը եղավ եւ երբ որ բերեցին ու Դավիթին ինչ արեցին հայտարարեցին ու ներկայացրեցին ու հետո հանկարծ Աստված իր մարգարեին ուղարկեց եւ մարգարեն Դավիթին հանդիմանեց Գիտեք the problem with the counting երբ որ Դավիթը իր բանակն էր հաշվում հաշվելու մեջ մեղք չկա մեղքը գիտեք ինչու՞ է այդ հաշվելու մի աշճանենկո նա հաշվում էր որպեսի համոզվեր որ նա իր բանակի մեծությամբ ու քանակով է որ հաղթում է եւ ոչ թե Աստծո զորությունով մի քիչ առաջ ինչ ենք խոսում երբ որ ները գա իր գոռոզությամբ այն ոգին կստեղծի աշխարհի վրա որ կպատկերացնի մարդկանց մոտ, որ ինքն է Աստված։
իրական Աստված, ու մարդիկ նրան որպես Աստված իրենց պաշտամունքը կբերեն։ Եվ շարունակություն եթե գնաք եւ ընթերցեք եւ կարդաք, Աստված պատժեց Դավիթին եւ ամբողջ Իսրայելի ժողովուրդը։ Ես ուզում եմ իմ վերջի մտքով ավարտեմ այսօրվա մեր խոսքը։ For every child of God defeat this evil world by trusting Christ to give the victory. Ամեն մի հավատացողի համար էս աշխարհում, ես ու դու, ամեն մի հավատացողի համար, մեր փրկությունը եւ հաղթությունը ում մեջ է Հիսուս Քրիստոսի մեջ։ Եվ միայն ու միայն նրանք, որ ուզեն թե չուզեն, այդ անօրենի ու թշնամու պատերազմի մեջ են, նրանք միայն ու միայն կարող են հաղթական ու հաղթություն ունենալ Հիսուս Քրիստոսի Աստծո միածին որդու միջոցով։ Ամուր կառչիր նրանից, որտեվ նա է մեր թագը ու թագավորը, նա է մեր հրամանատարը, նա է մեր պաշտպանը, նա է մեր առաջնորդը, նա է մեր երկնային հայրը, նա է մեր Աստվածը, նա է սուրբերի սուրբը, նա է թագավոր թագավորածը ու այո եւ ամենը։ Այդ փառավոր Հիսուսի ձեռքերի մեջ կբերեմ քեզ։ Ամեն։